Երրորդ համաշխարհային պատերազմ։ Ամեն մի հարց ունի մեկ պատասխան։ Մնացած պատասխանները դրանք կեղծիք են։ Դրա համար դիտարկենք ամենասարսափելին, որը այժմ մեզ համար կլինի։ Հայտարարել է հունիսի 15-ին նեղ շրջանակներում, որից մենք տեղյակ ենք աշխարհի տերը, այս կինը, որը հանդիսանում է երկիր մոլորակի և Տեր, և Աստված, և Ալլահ, և ամեն ինչ Տերն է աշխարհի, հայտարարել է իր ընտանիքի անդամների և այն մարդկանց շրջանում, որոնք որոշելու են, որ շուտապույտ օգոստոսյան իրենց տոներից հետո, այսինքն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին սկսել երրորդ համաշխարհային պատերազմը։ Ինչպես մենք գիտենք, 1939 թվականին Վեստերպլացում Լեհաստանում գցեցին առաջին ռումբը գերմանացիք, իսկ մեր հավաստի տվյալներով Լատվիան է լինելու սկիզբը երրորդ համաշխարհային պատերազմի։ Նաև կլինի Կատարը, ինչպես գիտենք Սիրիան, Հայաստանը, կլինեն աֆրիկական այս երկրները միմյանց դեմ և Պակիստան, ինձ թվում է Հնդկաստան և այդ ճանապարհով նաև Կորեայի, հյուսիսային Կորեայի հետ և այդպես կսկսվի երրորդ համաշխարհայինը, բայց երրորդ համաշխարհային պատերազմից մեր արդար թշնամին Ալիևը 2016 թվականի ապրիլի 1-4-ին իր պատերազմով հայտարարեց, որ դուք ոչինչ չունեք, մենք կռվում ենք 80-ականների զենքում, Սերժիկ Նարիմանովին և այդ ամբողջ բանդային հնարավորություն տրվեց մոտավորապես 17 ամիս, որպեսզի գոնե, եթե զենք չեն գնում, ապա գնեն փամփուշտներ տարբեր կրակող սարքերի համար, որը լռության մատնվեց լրտեսների կողմից, այսինքն մենք գնում ենք կապիտուլյացիայի և հնարավոր է նույն Օսվենցիում Մայդան է կլինի Հայաստանում։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի հայեր, ամենից անվտանգ տեղը դա Ավստրալիան է, Մոնղոլիան, Կանադան, Շվեդիա, Նորվեգիա, Անգլիա մեծամասամբ հայերին չեն թողնի, միայն շատ հարուստ մարդիկ կարող են այնտեղ գնալ, իսկ մնացած հայերի համար ամենից անվտանգ երկրները Կանադան, Ավստրալիան, կրկնում եմ Մոնղոլիան, Շվեդիա, Նորվեգիա, դրանք են լինելու երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, կրկնում եմ, որի սկիզբը արդեն հայտարարել է աշխարհի տերը, ինչպես նաև նրանք հայտարարեցին 39 թվականին, ինչպես հայտարարեցին առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, այսպես էլ նա հայտարարեց երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։ Ես միշտ ասել եմ և կրկնել եմ, 14 տարեկանից միայն հսկում եմ այս մարդուն, թե նրա գործողությունները ինչի համար են, և ամեն մի քայլ, ամեն մի խոսք նրա ասած վեր ենք լուծել, հասկացել և ինչի համար է դա կատարվում։ Այս կնոջ միայն թաշկինակի մեկ շարժումը կարող է մեկ երկիր աշխարհի երեսից վերացնել, կամ կարող է օրինակի համար վերցնենք Աֆղանստանը, մեկ տարվա մեջ լինի աշխարհի ամենահարուստ զարգացած երկիրը։ Դրա համար Աստվածաշունչը լավ կարդացեք, որը գրել են նրա նախնիները։ Ոչ մի Աստված չկա, հա ձեր Աստվածը, որը հայտարարեց երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։
Այժմ դիտարկենք մանր հարցեր, սրանք մանր հարցեր չեն, խոշոր հարցեր են, հայ փոստը դրել են աճուրդի, սա ինչ է նշանակում։ Սովետական միությունից հետո մնացած միակ օբյեկտները, որոնք գտնվում են բնակելի շենքերի տակ, այդ ամենը շատ ցածր գնով կվաճառեն իրենց որևէ մի մանկլավիկի, հետագայում հայ փոստը կփակվի եւ այս օբյեկտները կամ խանութներ կամ կսկսեն վաճառել շատ թանկ գներով։ Ահա թե ինչ է կատարվում, Հայաստանի վերջին գումարները նորից տանում են լրտեսները։ Սրա նպատակը միայն դա է, եթե դուք դիտարկեք Երևան շրջաններ, նույնիսկ ամեն մի գյուղ, ապա այնտեղ կա փոստ, եւ այդ փոստը, հայ փոստը վերցնելով վաճառքի, ինչ է կատարվելու, մոտարապես կարող է $1 միլիոն կարգի իբր որևէ մեկը հաղթեց իրենցից, եւ ամեն մի այսպիսի օբյեկտը, որը ունի մոտարապես 100 քառակուսի մետր տարածք, կվաճառեն $50,000 եւ հարյուրապատիկ անգամ այդ գումարները հետ կբերեն իրենց գրպանը։ Ահա թե ինչու է հայ փոստը դրվել վաճառքի։ Եվ եթե հայ փոստը դրվել է վաճառքի, չեմ ասում նամակներ, քանի որ կա ինտերնետը, կա այլ միջոցներ իրար հետ կապնվելու, կարևոր փաստաթղթեր Հայաստանից արտասահման եւ արտասահմանից Հայաստան, բացի դա նաեւ ծանրոցներ, հայերը, որոնք ստանում են Հայաստանում արտասահմանի բարեկամներ, ծանոթներից օգնություն, դա էլ է վերանալու։ Այսինքն մնացած հայերին քշում են, բացի դա նաև այս ամենը դնում վաճառքի։ Հասկացեք նպատակը որն է։ Պետք է թույլ չտալ, որպեսզի հայ փոստը դրվի վաճառքի։ Հայ փոստը իրեն միշտ էլ արդարացնում է, եթե չէ արդարացնում, սա պետք է լինի պետական կառույց եւ այս օբյեկտները պետք է մնա պետության տիրապետության տակ։ Նաև Հրազդան մարզադաշտը, այստեղ մի քիչ հարցը ուրիշ է, քննարկենք իրենց տեսակետից, որպեսզի հասկանանք։ Միայն այս տրիբունաներում ինչ է կատարվել։ Սովետական միության ժամանակ լավագույն արմատուրայով եւ չհաշվենք նաև ցեմենտը եւ այլն, միայն արմատուրան, դրանով կառուցվել է այս կառույցը։ Հիմա որևէ մեկը այդ լոբիներից կգնի այս օբյեկտը իբր գնեց, մի $100,000 կարգի, ոչ ավելին, կքանդեն այս ահռելի կառույցը, միայն նրա արմատուրով հենց այս տարածությունում կարող են կառուցել 4-5 բարձրահարկ շենքեր, որը հարյուրապատիկ անգամ ավել գնով նորից կվաճառվի ժողովրդին։ Ահա նպատակը, թե ինչի Հրազդան մարզադաշտը իրեն չի արդարացնում, նաև Հրազդան մարզադաշտը դնում են վաճառքի։ Հաշվեք եւ կտեսնեք, որ միայն այստեղի արմատուրը, որ նրանք անեն, դա ավելի մեծ գումար է, քան այն գումարը, որը պետք է տրամադրվի սրա համար։ Պլյուս դրան այս տարածությունը եւ շրջակա տարածությունները մի ամբողջ թաղամաս կարող են այստեղ միայն Հրազդան ստադիոնի ունեցած մատերիալներով կառուցել եւ հարյուրապատիկ անգամ ավել վաճառել։ Սասնա ծռեր, այս 3 թշվառներին, այս 3 տականքներին, ոչ միայն սրանց, այլև ամբողջ հայ ժողովրդին է սա վերաբերվում։ Սասնա ծռերը դա ահազանգ էր։ Սասնա ծռերը ահազանգեցին, որ մենք ոչինչ չունենք եւ ժողովուրդը չկանգնեց նրանց կողքը։ Այսօր ժողովուրդը չի կանգնում իրեն հիվանդ եւ իրեն պաշտպանած սասնա ծռերի կողքը, որպեսզի նրանց այդ բերդերից դուրս բերի։
Դա թողնենք մի կողմ 15-30 հայ մարդեն կարող են նաև մահանալ, դա չի հարցը։ Հարցը նա է, որ Սասնա ծռերը հաղթեցին ամբողջ հայ ժողովրդին, հաղթեցին այսօրվա կեղծ կառավարությանը եւ հաղթեցին այսպիսի տականքներին։ Եվ այսպիսի տականքները ընդհանրապես ավելի գարշելի են, քան Գեղամյանը, քան Արտուրիկ Բաղդասարյանը եւ մնացած նույնիսկ գեներալ Մանվել, Շմայս, Լիսկա եւ այլն ավելի նուրբ են սրանց կողքին, քան այս գարշելիները, քանի որ լափամանի տակ մնացած արդեն այդ կրճոնների համար վաճառել իրենց, վաճառել պատիվը, դա ավելի սարսափելի տականքություն է, քան որևէ մեկը կարող եք մտածել։ Սրանք արդեն մարդ կոչվելու, ընդհանրապես սրանց փողոցում նույնիսկ տեսնելուց պետք է թքել վրաները։ Հերթականությամբ այս մեկը եղբոր Արյունը դարձրեց ջուր, ծիծաղեց եղբոր Գերեզմանի վրա գնալով եղբոր մահը պատվիրատուների հետևը լիզելու։ Այս մեկը երբ որ Շմայսն ու Նիկոլը Գերագույն խորհրդում բանավիճում էին եւ պապաներ էին շեշտում, թե ում պապան է ավելի հզոր, ոչ մեկը չհասկացակ այդտեղ, որ Շմայսի պապաները, դրանք Ռոբերտ Քոչարյան, Սերժիկ Նարիմանով, իսկ Նիկոլի պապան դա Լևոն Տեր-Պետրոսյանն է, ամենահզոր տականքը Հայաստանի։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը գոռգոռում էր Շմայսի վրա եւ հենց այդ պահից պետք է հասկանայիք, նաեւ հասկանայիք, որ Սասնա ծռերը ասացին Նիկոլին հեռացրեք այդ հարթակից։ Իսկ այս տականքի մասին, որը Անգլիա սովորել է լևոնական այդ տականքների գումարներով, ավելի լավ է իր Վանաձորում մնար անաշխատունակ, քան այսօր իր ստացած գիտելիքների արդյունքը օգտագործում է հակահայկական նպատակներով։ Սասնա ծռերը ահաբեկիչ կամ այլ վատ բան Սասնա ծռերի մասին ոչ ոք իրավունք չունի ասել։ Այս մի քանի հայի տեսակը հաղթեցին այդ կառավարությանը, այդ կառավարության ստրուկ պոռնիկներին եւ ամբողջ հայ ազգին ասելով, որ մենք ենք փրկության բանալին, բայց դուք այդ բանալին առհամարեցիք, հայ ժողովուրդ։ Սաման, նորից սամանում 3 զոհ, ոչ մի նորություն, ոչ մի բան չկա, բացի նա, որ ինտերնետային կապով կապնվում հայտնում են հայերը մեկը մյուսին, թե ինչ է այնտեղ կատարում, պետական մակարդակով ոչինչ չկա, եւ այսօր նորից Եվրոմիության եւ այլ կառույցների Մինսկի խմբի հետևն են համբուրելու, որ Ադրբեջանը հարձակվում է, սա ինչ է նշանակում, չունեն համապատասխան փամփուշտներ հակահարված տալու, վախենում են իրենց այդ կառավարությունը, կեղծ կառավարությունը կորցնելու եւ ամեն օր սահմանին մեր ոսկի տղաներն են մահանում։ Իսկ եթե այս տղաները չլինեն, ապա ով պետք է պահպանի հայոց սահմանը։ Եվ այս ամեն մի երիտասարդը ավելի թանկ է, քան ամբողջ Գերագույն խորհուրդը միասին վերցրած, քանի որ նրանք միայն կոճակներ են, որոնք Բաղրամյան 26-ից ինչ հրահանգ ստանում են, այդպես էլ այդ կոճակները աշխատում են։ Եվ այսօր հայ ժողովուրդը նորից լուռ է սահմանի այս զոհերի համար։ Հայի տեսակ, որքան էլ տանջանքների ենթարկեցին, նորից ջիրայրը մնաց հայ։ Ինչ է լինելու Հայաստանի կապիտուլյացիայից կամ Հայաստանի վերանալուց հետո փախի ժամանակ Ժիրայրը կամ Ժիրայրի ընտանիքի ամեն մի անդամ, որը կփախչի եւ նմանատիպ մարդիկ, որոնք կհեռանան, ոչ թե կփախչեն Հայաստանից,
ապա արտասահմանի ցանկացած հայի ընտանիքում եւ ցանկացած հայի օգնությունը կստանա։ Բայց վերցնենք այս տականքներին։ Եվ սրանք չեն մտածում, որ սրանք նույնպես ունեն ընտանիք $200 ծախվելով Նարիմանով Սերժին, Հայաստանի վերջի ժամանակ, եթե ձեր ընտանիքները դուք մեկնեցիք արտասահման, փախակ արտասահման, այնտեղ բոլորը հարցնելու են, բա ինչ ես աշխատել, երիտասարդ, ոստիկան, դե ոստիկան քու մերն էլ, քու ընտանիքի մերն էլ, եւ սամասուդ է կարվելու, այ ոչխարներ, սա է այն ամենը, որ վերջին ակորդները, Հայաստանի վերջին ակորդների ժամանակ բոլորը պետք է իմանան իրենց հետագա ճակատագիրը հասկանան եւ Սերժիկ Նարիմանովը եւ Հայաստանը եւ ամբողջ աշխարհը հավերժ չեն, պետք է հասկանալ, որ մարդ արարածը դական թարթ է, որ ապրում է եւ պետք է ապրի մարդու նման, ոչ թե այս տականքների նման։ Հակակարկտային կայաններ, ինչպես տեսանք վերջին օրերում կան գյուղեր, որոնց բերքը սրբվեց, Հայաստանի շատ գյուղեր այժմ մնացին առանց բերքի, առանց ապրուստի, ընտանիքներ մնացին առանց ապրուստի։ Երբ մենք մի քանի օր առաջ դիտարկում ենք YouTube-ում մի ֆիլմ, ապա այդ մեկ հակակարկտային կայանի արժեքը մոտարապես 4000 ԱՄՆ դոլար էր, բայց միայն Երևանի փողոցներում կանգնած այս Լամբորջինին $1 միլիոն ավել արժե, սա ինչ է նշանակում, որ մեկ լրփի լակոտի Լամբորջինին 40 գյուղերի գյուղացիների գոյատևման արժեքն արժե եւ այս պոռնիկը պետք է Երևանում ճռռացնելով ման գա, իսկ 40 գյուղեր մոտավորապես 10,000 մարդ պետք է առանց բերքի, առանց ուտելիքի մնան եւ նորից փախստական դառնան։ Ահա պատճառը, որ չեք հասկանում այն գումարները, որ ծախսում են այսպիսի շքեղությունների վրա, Հայաստանը իրավունք չուներ, բացի Opel կամ Ford մեքենաներ, այդ էժան մեքենաները որևէ բան Հայաստանում ունենար, քանի որ Հայաստանը պատերազմի մեջ է, բայց ինչ որ մի լրփի լակոտ 40 գյուղերի այդքան ընտանիքների սովամա է անում, քանի որ այդ գումարով կկառուցվեին 40 գյուղերի համար հակակարկտային այս կայանները եւ մարդիկ կփրկվեին։ Ահա թե ինչու ենք միշտ շեշտում լրտեսներն են հայոց գահին։ Հայը դա երբեք չէր կատարի։ Այժմ թեթև հարց, որը մոտ օրերս ուղարկեցին մեզ, թե պատճառը ինչն է, որ Հայաստանը պարտվեց եւ այստեղ ինչ է կատարվում։ Այս հարցը քննարկենք այս ձևով։ Եթե դուք ասում եք, որ ֆրիցը իր ուզած մարդկանց է նշանակում, մենք նույնպես այդտեղ տեսանք Հենդրիկ Մխիթարյանի փայլուն խաղը եւ Հայաստանը պարտվեց 1-4 հաշվով։ Դա այդպես էլ պետք է լիներ։ Ինչի համար։ Չհամբերեցին այս խոշոր պարտության հեղինակները եւ Ֆրիցը մի տեղ բերանից թռցնելով իր ընկերների մոտ, որոնք ավելի բեռնից թույլ մարդիկ են եւ ամբողջ ճշմարտությունը դուրս եկավ ջրի երես։ Ինչն էր պատճառը։ Պատճառը Պուտին պապան զանգում է Խերժիկ Ստրուկին եւ ասում, դուք պետք է խոշոր հաշվով պարտվեք, որպեսզի Հայաստանը շանս չունենա երկրորդ տեղ գրավել եւ աշխարհի խաղերին մասնակցի։ Իսկ Նարիմանովը զանգում է Ստրուկ Ֆրիցին, Ֆրիցը իր 5-6 խաղացողներին
հրամայում է, որպիսի շատ վատ խաղան, որպիսի այդ խաղը կրվի։ Պատճառը երևաց 2-3 օր հետո, որը չհասկացաք։ Ահա պատճառը այս նկարն է։ Հենդրիկ Մխիթարյանը ռուսական այս մոդելի հետ։ Մոդելի մասին ոչինչ չասենք, նա իր գործն է կատարում, ինչ է այստեղ կատարում։ Հենդրիկ Մխիթարյանը հին սովետական միության տարածքների, այսինքն այդ 15 հանրապետությունների այսօրվա լավագույն խաղացողն է հանդիսանում։ Եվ քանի որ Հայաստանը եւ Նարիմանովը անընդհատ Պուտինի հետևն է համբուրում, Պուտինը այդ շանսը օգտագործեց։ Հայաստանը կկրվի, այս աղջիկը կամուսնանա Հենդրիկի հետ եւ Հենդրիկը կդառնա Ռուսաստանի քաղաքացի, դառնալով Ռուսաստանի քաղաքացի մինչեւ աշխարհի խաղերը, Հենդրիկ Մխիթարյանը ավտոմատ կերպով պետք է մասնակցի իր երկրի հավաքականի կազմում որպես ֆուտբոլիստ խաղալով աշխարհի խաղերին։ Սա Հենդրիկ Մխիթարյանին չի խանգարում, որպեսզի ինքը կեղծ ամուսնություն կատարի, թե իրոք այս աղջկա հետ ամուսնանա, թե այլ պատճառներ, քանի որ Հայաստանի հավաքականը այդ ճանապարհով ստիպողական ճանապարհով չի մասնակցելու խաղերին, այսինքն Հենդրիկ Մխիթարյանը կմասնակցի Ռուսաստանի հավաքականի կողմից եւ այս ամբողջ ցիրկը կազմակերպված էր նրա համար, որպեսզի Հայաստանը խոշոր հաշվով կրվեր, այլևս շանս չունենար հաջորդ խաղում թեկուս հաղթեր դուրս գալ երրորդ տեղ եւ Հենդրիկ Մխիթարյանը ավտոմատ դառնում է 2018 թվականի աշխարհի խաղերի Ռուսաստանի հավաքականի անդամ։ Ահա թե ինչպես մեր լավագույն ֆուտբոլիստին նույնպես ռուսները իրենց ճանապարհներով կարողացան գրավել իրենց, քանի որ մենք Հայաստանում ունենք KGB-ի եւ Իսրայելի հատուկ ծառայությունների այս լրտեսները, որոնք հայանպաստ ոչինչ չեն կատարում։ Միայն այս փոքրիկ դեպքը հասկանալու համար պետք է հասկանալ նաև ամբողջականությունը, թե ինչի հայտարարվեց երրորդ համաշխարհայինը, որը շատ սարսափելի պատերազմ է լինելու, եւ որից հետո Հայաստանը այսօր ոչինչ չունի, ունի միայն նմանատիպ տականքներ։ Վերլուծությունները թողնում եմ ձեզ, որպեսզի մի փոքր մտածեք, թե այս ինչ կատարվեց 25 տարիների ընթացքում, որ անընդհատ եւ ռադիոյով եւ հեռուստատեսությամբ եւ տարբեր ճանապարհներով խելացի հայերը նշել են եւ մենք հայերս քնել ենք էշի ականջում եւ նման սրիկաներին, տականքներին հավատացել եւ այսօր Հայաստանը գնում է կործանման, քանի որ մենք չունենք փամփուշտ